Առաջարկ Հայաստանի ծրագրով այժմ Մանացյան Սեբաստիան վարչական շրջանում ձեզ հետ հանդիպան է եկել Գագիկ Ծառուկյանը իր թիմով Բարգավաճ Հայաստանի, Մայր Հայաստանի և դեմոկրատական այլընտրանք կուսակցությունների հետ Հունիսի 7-ին Համար 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Համար 7-ին Ողջունում ենք ձեզ, միասին հաղթելու ենք Սիրելի հայրենակիցներ Այսօր քիչ առաջ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում հանդիպել են իշխանությունների կողմից ապօրինի, ազատազրկված, շիպծու գործով այս պահին ազատազրկման վայրում գտնվող Անդրանիկ Թևանյանը Առաջարկ Հայաստանի ծրագրով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է Արոտ Թևանյանը շատ հաստատակամ էր, մարտական, բոլորիս կոչ է արել, պայքարը հետևողականորեն շարունակել, գնալ ընտրատեղամաս, բոլորին ուղղորդել դեպի ընտրատեղամաս, որպեսզի մեր ստանք այս ամոթալի ու խայտարակ իշխանությունների և որպես սատարում պարոն Թևանյանի, որպես արձագանք իր կոչի, բոլորս միասին Թևանյան! Ուրեմն օրվա անամոթները այնքան են լկտիացել, որ այսօր արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնողի գերիների հետ կապված հարց են տալի, ասում է ծնգլարի, դու ծնգլը ամսի 7-ին կտնաս Արարատ Միրզոյան, բա դուք ամոթ չեք անում, բա դուք գետինը չեք մտնում, չնայած ով ամոթ ունենալուց ու մասին եք խոսում, ով գետինը մտնի, այս իշխանությունները 21 թվականի փետրվարից ունեն Թուրքի ու ադրբեջանցու բացահայտ սատարումը, այսպիսով Հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Միոցի Ձերը հայրենակիցներ 18 թվականի գալով իշխանության ունենալով ձեր հսկայական աջակցությունը այս իշխանությունները մսխեցին ամեն ինչ այդտեղից ողջունում էր պես բարև ձեզ մենք տեսանք ձեր ողջույնը ուրեմն 18 թվականին կուտակված կար փոփոխությունների պահանջ կար արդարության պակաս կար փոփոխությունների ծայրաստիճան մեծ պահանջ դուք դուրս եք եկել փողոց դուք շատեր լավ եք արել այլեքն քաղաքացիներ ես ողջունում բարև ձեզ այդպես միահամուռ շփիտով բոլորը գնում են ընտրատեղամաս ու վերջ են դնում այս թրքահաճո, այս թրքապարո, այս թուրքի պահած, այս թուրքի առաջ կսած, այս ամոթալի ու խայտարակ իշխանություններին ուրեմն Հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Ձեր հայրենակիցներ Դուք 18 թվականին շատ լավ եք արել, որ դուրս եք եկել փողոց, դուք շատ ճիշտ եք արել, ու սրանք մսխել են ձեր քվեր, ձեր հավատը, ձեր էմոցիան են գոլացել, Արցախն են Թուրքին զիջել, Հայաստանի տարածքից են Թուրքին զիջել, այսօր են բացահայտ թուրքական պատվեր են կատարում, արդեն Տիգրանաշենը քարտեզով փոխել քյարքի են դարձրել, ու սրանք պատրաստ են էլի տան, Այս իրենց դիմախոսների պատ նստեցնել, գործ կարել, փորձել եք մարդկանց վարկաբեկել, փորձել եք երկրի թշնամություն անել, ու ամենամեծ պետական դավաճանները փորձում են, օրինակ Անդրանիկ Թևանյանին կամ մեկ ուրիշին ասել դավաճան, որ դավաճաննել եք դու, թուրքի ծառանել եք դու, թուրքի առաջ կսացնել եք դու, լկտիացացնել եք դու, թալանչինել եք դու, Քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյան, ուրեմն այս երկրում
մի հատ դավաճան կա, եւ այդ մեկ մարդը, եւ այդ մեկ մարդը, եւ այդ մեկ մարդը, այս երկրում մի հատ թուրքի պատվեր կատարող կա, եւ այդ մեկ պատվեր կատարողը, եւ այդ մեկ պատվեր կատարողը, եւ այդ մեկ պատվեր կատարողը, սիրելի հայրենակիցներ, քանի սրանք իշխանության են, այս ազգային նվաստացման, խայտարակության, թույլ ու թարախի, տարանջատման, մարդկանց մեջ սև ու սպիտակ մտցնելու, ագրեսիա, հայհոյանք, ֆեյքեր, ավել պակաս խոսակցություններ, մարդկանց մեջ թշնամանք հրահրել, այդ ամեն ինչը շարունակվելու է։ Ողջունում ենք բոլորին, ողջունում ենք մեր հայրենակիցներին, սիրելի հայրենակիցներ, սրանք ասեցին սեր ու համերաշխություն, բերեցին հատելություն ու թշնամանք, սրանք ասեցին սեր ու համերաշխություն, բերեցին թույլ ու թարախ, սրանք ասեցին հանդուրժողականություն, բայց երկիրը լիքն է քաղաքական բանտարկյալներով, ուրեմն ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին, ազատություն!